Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրս Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խորհրդական մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես արդեն մոտ 2 շաբաթ է Իրանում պատերազմ է, ինչ իրավիճակ է Իրանի հայ համայնքում հաշվի առնելով գրասենյակի մշտական կապը համայնքի հետ։ Տեսեք, Մերձավոր Արևելքում իրավիճակի լարման օրվանից ի վեր մեր գրասենյակը գործարկել է թեժգիծ, որպեսզի թե Իրանում, թե Մերձավոր Արևելքում ռազմական գոտիներում գտնվող մեր բոլոր համայնքի ներկայացուցիչները կարողանան մեզ հետ կապ հաստատել շուրջօրյա ռեժիմով։ Մինչ այդ իհարկե մենք ինքներս փորձում ենք կապ հաստատել տեղեկանալու համար նախ ինչպես են, ինչ իրավիճակ է եւ ամենակարևորը տեղեկանալ արդյոք ունենք տուժածներ կամ զոհեր հայերի շրջանում։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօրվա դրությամբ եւս Մերձավոր Արևելքում ռազմական բախումներից տուժած կամ զոհված հայերի մասին որևէ տեղեկատվություն չկա։ Հիմնականում, եթե խոսենք Իրանից, սա թերևս մեր ամենախնդրահարույց գոտին է կապի տեսանկյունից, որովհետև հիմնականում ունենք հեռախոսակապի, ինտերնետ կապի խափանումներ, սակայն օրական գոնե մեկ անգամ կապ հաստատել ստացվում է։ Կապը պահում ենք թե համայնքային կառույցների, թե անհատների միջոցով, ինչպես նաև մեր դեսպանությունների միջոցով։ Այսպես կարող եմ ասել նաև, որ ամեն դեպքում ռազմական գործողությունները, հարվածները լինում են թիրախային կետերի եւ մենք փորձում ենք կապ հաստատելու միջոցով նրանց նաև տեղեկացնել անվտանգային պայմանների մասին, չնայած մեր հայրենակիցները նաև տեղյակ են եւ հիմնականում իրենց տներում են։ Հայտարարվեց, որ Թեհրանի հայկական թաղամասի վրա հրթիռային հարված է եղել, հարված է հասցվել հենց հին հայկական թաղամասերից մեկում Մաջիդեյում գտնվող բնակելի համալիրին եւ ըստ մամուլի այնտեղ նաեւ փլատակներից որոշ բնակիչների են, այսպես ասած, դուրս բերել, այդ թվում հայերի, եւ այս ամեն ինչը հաշվի առնելով արդյոք մենք ունենք, այսպես ասած, զանգվածային հոսք կամ առհասարակ կա ինչ-որ ցանկություն հայտնողների թիվ, որ ուզում են Իրանից Հայաստան տեղափոխվել, խոսքը բնականաբար հայերի մասին է։ Զանգվածային հոսք ամեն անգամ իրականում երբ լինում են տարածաշրջանում նման պատերազմներ կամ խնդիրներ, մենք բնականաբար ակնկալում ենք, որ հնարավոր են հոսքեր, սակայն երևի ցավով պետք է արձանագրեմ, որ ինչ վերաբերում է Իրանին կամ Լիբանանում գտնվող մեր հայրենակիցներին, իրենք կարելի է ասել իմունիտետ ունեն արդեն, հա, ինչ որ այս պատերազմական իրավիճակներում ապրելու եւ իրենց կյանքը այդպես շարունակելու։ Հայաստան իհարկե վերադարձողներ կան Իրանից էլ եւ Բեյրութից էլ եւ մյուս տարածաշրջանի ռազմական գոտիներում երկրներից էլ, բայց չեմ կարող ասել, որ օրինակ այս իրավիճակի, այս վերջին պատերազմից ի վեր մենք ունենք մեծ հոսք։ Մենք նաև սահմանային մեր գործընկերների հետ ենք կապի մեջ, որպեսզի տեղեկացված լինենք հայերի մասին, որոնք տեղափոխվում են Հայաստան։ Առ այսօր կարող եմ ընդհանրապես նշել 2-3 անձի մասին, որոնք պատերազմական իրավիճակով պայմանավորված տեղափոխվել են։ Լիբանանը դարձել է պատերազմի երկրորդ ամենաթեժ կետը եւ ըստ էլի մամուլի տեղեկությունների բեյրութահայերը եւս անորոշ սպասման մեջ են, սակայն ինչպես դուք ասում եք, այդ իմունիտետը նաեւ այնտեղ էլ ունեն, բայց ասում են, որ չկա խուճապ, չկա զանգվածային արտահոսք։ Մի կողմից այս ինֆորմացիան է, մյուս կողմից երբ մենք նայում ենք մեր շատ լրատվամիջոցների, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հենց հայերի շրջանում է այդ խուճապը եւ բոլորը փորձում են փախչել գալ Հայաստան։ Կարող եմ ասել, որ մենք էլ որպես պատասխանատու գերատեսչություն, որպես Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ եւս եւ ես մամուլի պատասխանատուն, երբ հետևում եմ լրահոսին, ինձ մոտ էլ առաջին, այսպես ասած, ազդակը հենց խուճապն է, որովհետեւ կարծում եմ, որ եթե դա գրված է, ուրեմն ինչ որ կերպ առնչություն ունի իրականության հետ։ Բայց ինչպես նշեցի, մենք ունենք պատասխանատու, մեր գործառույթն է հենց կապ հաստատել, կապ պահել եւ տեղեկացված լինել մեր համայնքի իրավիճակի մասին։ Եվ այս բոլոր օրերի ընթացքում շատ կառույցների ներկայացուցիչների հետ զրուցելիս մենք հակառակ պատկեր ենք իմացել։ Բնականաբար կա անհանգստություն, բնականաբար իրավիճակը լավագույնը չէ, սակայն տեղափոխվելու եւ իրենց տները լքելու տեղափոխվելու պատերազմի պատճառով ցանկություն չեն հայտնում։ Հետևում են իրավիճակին, անհանգիստ են, բնականաբար մենք էլ այստեղից փորձում ենք այն տեղեկատվությունը, որը գուցե մենք տիրապետենք եւ իրենց կարողանանք տրամադրել, տրամադրում ենք, սակայն
Դրանով պայմանավորված խոճապահար տեղափոխության ցանկություններ չկան, որևէ ցանկություն ոչ մեկ չի հնչեցրել դեռ Հայաստան տեղափոխվելու։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ գուցե այդ լրահոսը պայմանավորված է նրանով, որ հենց Բեյրութում մեկ քաղաքի մեկ հատվածից մյուս հատված կան տեղափոխություններ Լիբանանի այլ քաղաքներում, որը պայմանավորված է ուղղակի ռազմական գործողությունների այդ հատվածում ակտիվությունով։ Եվ առհասարակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ եւ Սփյուռքի կառույցներ կապի մասին խոսենք։ Ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ առհասարակ Եվրոպա, Միացյալ Նահանգներ, նախ այս պահին ինչպես է գնահատում Հայաստան-Սփյուռք կապը, հետո արդեն անդրադառնանք առանձին երկրների հետ գործակցությանը։ Ամենաբազմաշերտ եւ բազմաբովանդակ հարցն է, որին կարող եմ երկար պատասխանել։ Բոլորիս հայտնի է, որ մեր Սփյուռքը շատ բազմաշերտ է, բազմաբովանդակ է եւ աշխարհասփյուռ։ Սրանով պայմանավորված կարող եմ ասել, որ կլոր տարի մենք մեր բոլոր գործառույթներով, ծրագրերով իհարկե աշխատում ենք, որպեսզի այս կապը հնարավորինս սերտանա։ Եվ երբ մենք խոսում ենք Սփյուռքի մասին, այստեղ կրկին կան տարբեր մոտեցումներ կախված տարածաշրջանից, կախված այն սերունդից, ում հետ մենք առնչվում ենք, որովհետև չենք կարող համեմատել օրինակ 10 տարի Եվրոպայում բնակվող սփյուռքահային Պոլսից շատ վաղուց գաղթած նույն ԱՄՆ հայի հետ։ Այսինքն մենք որպես հիմնական այսպես թիրախ կարող եմ նշել, որ դա Հայաստանի հետ կապի ամրապնդումն է մի քանի ուղղություններով։ Մեկը իհարկե տեղեկացված պահել Սփյուռքին Հայաստանի Հանրապետության ներկայիս իրավիճակի մասին, լինի դա տնտեսական իրավիճակը, տնտեսական հնարավորությունները, կրթական հնարավորությունները, խաղաղության օրակարգը, որը այսօր Հայաստանում կա, մինչև իհարկե ներգրավվածություն ապահովող մի շարք ծրագրեր, որոնք մենք իրականացնում ենք կլոր տարի։ Տեսեք, որովհետև շատ հաճախ ընդդիմությունից հնչում է տեսակետ, որ Սփյուռքի նախարարության լուծարումից կամ փակումից հետո Հայաստան-Սփյուռք կապը էլ առաջվանը չէ։ Այստեղ կդժվարանամ որևէ հստակ մեկնաբանություն տալ, քանի որ պետք է տամ որակումներ, որը փորձեմ խուսափել անել, չեմ կարող գնահատել ինչպիսի աշխատանք է տարվել նախկինում, սակայն ինքս որպես Սփյուռքում բնակվող հայ կարող եմ ասել, որ այն ժամանակ անձամբ ինձ եւ այն համայնքում, որտեղ ես էի ապրում, ավելի քիչ էր թվում հնարավորությունները, քիչ էր թվում կապը, բայց բնականաբար չարժեզրկելով այն աշխատանքը, որ տարվել է մինչ այդ եւ կենտրոնանալով այն աշխատանքի վրա, որը մենք ենք իրականացնում, ես կարծում եմ բնականաբար վստահ եմ, որ դժգոհություններ կարող են լինել, որովհետեւ ինչքան էլ մենք այցելենք մեր բոլոր հայկական գաղթօջախներ, բնականաբար չենք կարողանում բոլորին հանդիպել, այսինքն վստահ եմ ինչ-որ միտեղ մեկը կլինի, որը գոհ չլինի, սակայն կարող եմ ասել, որ մենք փորձում ենք հնարավորինս թե մեր ծրագրերի միջոցով ստեղծել հնարավորություններ մեր Սփյուռքի հայրենակիցների համար, որպեսզի իրենք գան Հայաստան, որոշակի ժամանակահատվածով, սա արդեն ծրագրերի մասին է, եթե կուզեք կարող ենք հետո ավելի մանրակերկիտ զրուցել, թե նաև երկարաժամկետ Հայաստան տեղափոխվելու համար։ Դա կրկին թե մեր ծրագրերի միջոցով է, թե նաև Սփյուռքին տեղեկացված պահելու միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության պետական այլ ծրագրերի մասին նրանց տեղեկացնելով։ Տեսեք, դուք ասացիք գան Հայաստան կարճաժամկետ կամ երկարաժամկետ։ Ինչ ծրագրեր են առաջարկվում այդ դեպքում, եթե մարդուն առաջարկում են երկարաժամկետ տեղափոխվել Հայաստան կամ պարզապես կարճաժամկետ այց։ Կարճաժամկետ այցի մասով երևի կարող եմ նշել Քայլ դեպի տուն ծրագիրը, որը ամառային ճամբարային ծրագիր է եւ այս տարի դեպ ունեցանք ռեկորդային հայտերի թիվ 1500 հայտ ենք ունեցել։ Սա ճամբար է, որը ամառը իրականացվում է մի քանի շրջափուլով եւ մենք հյուրընկալում ենք 800-ից 1000 երեխաներ, որոնք մնում են Հայաստանում, այստեղ ծանոթանում են թե մշակույթին, թե որոշակի կրթական ծրագրեր են ստանում, սա իհարկե մենք խոսում ենք կարճաժամկետ ձևաչափի մասին։ Ավելի երկարաժամկետ ունենք գործ ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բարձր որակավորում ունեցող մասնագետներին, այսինքն բարձրագույն կրթություն ունեցող
Սփյուռքի մեր մասնագետներին դիմել եւ 1 տարի աշխատել Հայաստանի Հանրապետության պետական համակարգում, իրենց ոլորտային գործունեությունը վարել եւ իհարկե այդ 1 տարվա ընթացքում թե նրանք են հասկանում, որքանով են կարողանում ապրել Հայաստանում եւ նաեւ ավարտին կարող են ստանալ իհարկե աշխատանքի առաջարկ։ Դրանից բացի ունենք նաև կամավորական ծրագրեր, Diaspro ծրագիրը, որը կրկին հնարավորություն է տալիս հեռավար առնչվել Հայաստանի պետական համակարգին եւ այդպես եւս, այսպես ասած, շոշափել ինչպիսին է այստեղ կյանքը։ Եվ նաև մեր մյուս ծրագրերը, օրինակ Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագիրը, որը իր մեջ ներառում է որոշակի ժամանակ Հայաստանում, այստեղ նրանք ստանում են տրեյնինգներ, կրկին տեղեկանում են թե մեր պետական համակարգի մասին, մեր ծրագրերի մասին, ինչ առաջնահերթություններ իրենք ունեն եւ արդեն վերադառնում են իրենց երկրներ, որտեղ ստանձնում են իրենց երիտասարդ դեսպանի, այսպես ասած, աշխատանքը։ Ամենախնդրահարույց համայնքները որոնք են, որովհետև եթե մենք հաշվի առնենք օրինակ Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, պարզ է, որ կապը այնտեղ շատ ավելի կարող է սերտ լինել եւ այնտեղ հաշվի առնելով նաեւ հայ համայնքի դերը, նաեւ քանակի առումով, բայց մենք գիտենք, որ շատ երկրներում հայ համայնքը գնալով ավելի, այսպես ասած, թիվը նվազում է եւ այնտեղ կա նաեւ հայապահպանության խնդիր, չնայած կան բազմաթիվ հայկական կառույցներ։ Այդտեղ արդեն գրասենյակի անելիքը որն է լինում։ Երկու շեշտադրում արեցիք, մեկը հայապահպանության խնդիրը, մյուսը երևի թե ավելի շատ, ես ինչպես հասկացա, հայացքների տարբերությունը, այստեղ ես եւս պետք է պատասխաններս տարանջատեմ։ Ինչ վերաբերում է հայապահպանությանը, դրա համար եւս մենք փորձում ենք թե մեր երիտասարդ դեսպաններին, որոնց նշանակում ենք, թե նաեւ Սփյուռքի մենք ունենք նաև հանձնակատարներ, որոնք եւս նշանակվում են մեր բոլոր համայնքներում, իրենց գործի մի մասը նաև այն է, որպեսզի թե մշակույթը պահպանեն այնտեղ, այսինքն որոշակի մշակութային նախաձեռնություններով հանդես գան մեր գրասենյակի հետ համատեղ, թե ինչպես նշեցի նաև դառնան կամուրջ հաղորդակցելով եւ ներկայացնելով այստեղի հնարավորությունները։ Ինչ վերաբերում է համայնքների խնդրահարույց լինելուն այլ տեսանկյունից, չեմ ցանկանա նշել երկրներ եւ առանձնացնել տարածաշրջաններ, բայց կարող եմ ասել, որ հիմնականում լինում է կրկին ինֆորմացիայի պակասի խնդիր, այսինքն եթե մենք նկատում ենք, որ որևէ երկրում, որևէ կամ քաղաքում սպეციფიկ մենք ունենք որոշակի տարաձայնություններ կամ սխալ ընկալումներ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության մասին, մենք իհարկե փորձում ենք մեր այցերի ժամանակ, երբ այցելում ենք տվյալ երկրներ, մաքսիմալ հաղորդակցվել եւ փորձել հարթել այդ ուղիները։ Սակայն եթե մենք տանում ենք խոսակցությունը դեպի ավելի քաղաքական դաշտ, այնտեղ հաճախ ուղղակի լուծումներ չեն գտնվում։ Տեսեք, ինքը շատ բարդ է հենց գրասենյակի համար, որովհետև նույն Սփյուռքում կան եւ շատ կառույցներ, եւ հին, եւ նոր ստեղծվող, բայց երբեմն այդ կառույցները մեկը մեկի հետ ոչ միայն չեն համագործակցում, այլ հակառակը մրցակցում են։ Այս դեպքում, երբ մենք այդ խնդիրը տեսնում ենք Սփյուռքում, երբ դա ակնհայտ է, այս դեպքում ուզում եմ հասկանալ, ինչպես կարող է այդ խնդիրները կարգավորել կամ կարող է արդյոք կարգավորել գրասենյակը, թե ոչ, որովհետև դա իրոք շատ բարդ խնդիր է եւ հնարավոր չի լինում Երևանից գնալ, օրինակ, չգիտեմ, Բեյրութ, Փարիզ, Լոս Անջելես կամ Մոսկվա եւ փորձել այդ խնդիրները կարգավորել։ Այսինքն, եթե Սփյուռքում կա խնդիր, ինչպես կարող է այդ խնդիրը չլինել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Միանգամայն ճիշտ եք, իհարկե դա մեր գլխավոր չի կարող հանդիսանալ գլխավոր ինչ-որ ծրագիր, որ մենք զբաղվենք այդ համախմբվածությամբ, բայց օրինակ երբ մենք անում ենք մեր տարեկան գագաթնաժողովները կամ համաժողովները, որի ժամանակ մենք հրավիրում ենք ամբողջ աշխարհից հայերի, տարբեր համայնքային կառույցների, որոնք այո շատ հաճախ իրար հետ չեն շփվում իրենց իսկ բնակության երկրներում, երբ բոլորին հավաքում ենք արդեն Հայաստանում, խոսքս գնում է ազգային երիտասարդական համաժողովի մասին կամ օրինակ համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասին, որը ի դեպ նաև ունենալու ենք այս տարվա նոյեմբեր ամսին, այստեղ երբ արդեն ունենում ենք, խոսքս գնում է կրկին մոտ 1000 պատվիրակների մասին,
կլոր սեղանների միջոցով, քննարկումների միջոցով եւ այդ երրորդյա շփումների միջոցով բնականաբար մենք փորձում ենք քննարկել այն բոլոր թեմաները, որոնք առաջացնում են բախումներ, տարաձայնություններ կամ ուղղակի հանդիսանում են շփման պակասի հիմք իրենց երկրներում։ Եվ կարող եմ ասել, որ շատ դրական արդյունքներ ունենք այս տեսանկյունից, ուղղակի կրկին տեղեկացվածության պակասից, շատ համայնքային կառույցներ, որոնք իրար չեն ճանաչում, լիովին տարբեր երկրներից ստեղծվում են համագործակցություններ իրար հետ, օրինակ Ռուսաստանի հայ համայնքը եվրոպական որևէ երկրի հայ համայնքի հետ սկսում է համագործակցություններ, եւ այս ամենը տեղի է ունենում իրենց համատեղ հայաստանյան այցի եւ մեր գագաթնաժողովներին մասնակցության շրջանակներում։ Այս տարի ինչ կարևոր ծրագրեր ունեք։ Այս տարի մենք ինչպես ամեն տարի ունենք մերի գործ ծրագիրը, որի հայտերը փակվում են հենց վաղը, ինչպես նշեցի, որ հնարավորություն է տալիս 1 տարի աշխատել Հայաստանի Հանրապետության պետական համակարգում, երիտասարդ դեսպանների ծրագրի հայտերը կբացվեն շուտով եւ եթե մեզ դիտում են մեր երիտասարդները Սփյուռքից, շատ խորհուրդ կտամ դիմել, որովհետեւ իրապես լավ փորձառություն է գալու Հայաստանը ճանաչելու եւ այսպես ասած միսիայով իրենց համայնքներ վերադառնալու։ Եվ նախորդի վիճակ նայելով երիտասարդ դեսպանների մեր նախորդ շրջանների մասնակիցներին եւ ինչ արդյունքներ են իրենք հիմա գրանցում, իրապես շատ ողջունելի է, որովհետեւ մենք գիտենք, որ մենք ունենք եւս մեկ ձեռք, եւս մեկ ուժ եւ ներկայություն Սփյուռքի համայնքներում եւ իդեմս երիտասարդների, որը եւս շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանը եւ մեր խոսքը ներկայացված լինի երիտասարդների կողմից։ Իհարկե ունենք ճամբարը, որի մասին արդեն նշեցի, դիասպորա ծրագիրը արդեն կրկին հայտերը փակել ենք եւ ունենք համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը կլինի նոյեմբեր ամսին, սակայն արդեն ավելի ուշ հստակ հանդես կգանք օրերի մասին հայտարարությամբ։ Երիտասարդ դեսպանների ծրագիրի իրոք շատ կարևորներից է, որովհետև շատ երկրներում, շատ քաղաքներում, շատ կարևոր քաղաքներում երիտասարդ դեսպանները հենց տվյալ քաղաքի եւ անգամ երկրի իշխանությունների հետ են շատ սերտ կապեր ձեռք բերում եւ բավական շատ ծրագրեր են իրականացնում, հենց հայանպաստ ծրագրեր։ Այո, եւ նաեւ նշեմ, որ դեսպանների ընտրության հարցում, ինչպես նաեւ մեր հանձնակատարների ընտրության հարցում մենք շատ կարեւորում ենք մեր դիմորդների համայնքային ակտիվությունը, նրանց մասնագիտական հմտությունները եւ ելի ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մեր երիտասարդ դեսպանների շրջանում ունենք իրավաբաններ, որոնք շատ ակտիվ են Ֆրանսիայում, ունենք քաղաքական ակտիվություն ունեցող երիտասարդների Չեխիայում եւ սա կարևոր ներուժ է, որ Հայաստանը եւ Սփյուռքը համատեղ կարող են իրագործել։ Եվ այսպիսի մի հարց էլ մենք շատ հաճախ խոսում ենք, որ իրականացվում են ծրագրեր, տեսեք, ասացիք, չէ, կարճաժամկետ, երկարաժամկետ, դրանք որքանով են նպաստում, որ իրականացվի ներգաղթ կամ առհասարակ մենք ունենում ենք այլ երկրներից Հայաստան տեղափոխվողներ, որոնք ուզում են գալ Հայաստան ապրել։ Խոսքը ներգաղթի մասին է հենց։ Բնականաբար ունենում ենք եւ կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ ի տարբերություն պատերազմական իրավիճակում օրինակ տեղափոխվողների քանակի, եթե նայենք ցուցանիշներին եւս, եւ վերջերս հենց վարչապետն էր ներկայացրել 2025 թվականի կառավարության գործունեության արդյունքների մասին զեկույցում, որ 2025 թվականը ռեկորդային թիվ է ունեցել Հայաստան ներգաղթի ի տարբերություն նախորդ տարիների եւ բնականաբար այդ ներգաղթյալների մեջ ունենք նաեւ մեծաթիվ հայեր, որոնք եւս վերադարձել են եւ ուզում եմ նաեւ նշել, որ բնականաբար այս ամենը պայմանավորված է մի շարք գործոններով, պայմանավորված է խաղաղության օրակարգով եւ ինքներս մենք մեր սփյուռքահայ կառույցներից գործարարներից, ովքեր մեզ են նաև դիմում Հայաստան տեղափոխվելու համար, լսում ենք պատճառ նաև այսպես, որ այ խաղաղության օրակարգը տեսնում ենք եւ խաղաղության հենց պայմանագրի նախաստորագրումից հետո շատ ավելի շատ ակտիվություն ենք տեսնում։
Բնականաբար այս ամենի հետ մեկտեղ նշում են նաև տնտեսական աճը, բիզնես հնարավորությունները եւ այս առումով իհարկե ավելի շատ ունենք Հայաստան վերադարձած հայրենակիցներ, քան հեռացած Հայաստանից։ Եվ նաև ուզում եմ նշել, որ Հայաստան վերադարձող մեր հայրենակիցներին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տրամադրում է աջակցություն, սկսած քաղաքացիություն ստանալու ընթացակարգերի մասին ինֆորմացիա տրամադրելուց մինչև այդ գործընթացում նրանց աջակցելը եւ մինչև արդեն բիզնեսի այստեղ հիմնում եւ այլն, այսինքն այն ամենը, ինչ որ մեր հայրենակիցները, սփյուռքահայերը, ինչի կարիք ունենում են Հայաստան տեղափոխվելուց հետո, ինչպես նաեւ բոլոր հարցերը, որոնք նրանք ունենում են դեռ իրենց երկրներում գտնվելուց եւ ցանկություն ունեն Հայաստան տեղափոխվելու, իրենք կարող են դիմել մեզ եւ մենք դրա համար ունենք նաեւ հայրենադարձության եւ ինտեգրման մեր մեծ միջոցառումը եւ կենտրոնը, որտեղ որ մեր թիմը ամեն օր աշխատում է հենց հայրենադարձված հայրենակիցների հետ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խորհրդական մամուլի պատասխանատու Նելի Ղուլյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։